Մարդ նոր տասնյակ տարիներ շարունակ ստի, կեղծիքի հիման վրա կառուցեց իր քաղաքական ճանապարհը 18 թվին վերցրեց իշխանությունը ու գանվեց Հայաստանի վարչապետի աթոռին այսօր հերթական անգամ մասնակցում է գալիք ընտրությունների Քարոզարշավը արդեն քանի օր է սկսել է երեք ինքը Սյունիքում Իլուր աշխարհի հայտարարեց, որ երբևէ Արցախը հայկական չի եղել, երբեք այդ հողերը հայկական չեն եղել։ Ստեղից շատ պարզ հարց է առաջանում, եթե այդ հողերը հայկական չեն եղել, ապա ինչու 2020 թվին տեղի ունեցավ ողբերգական պատերազմ ու մենք ունեցանք անասելի մեծ թվով զոհեր տասնյակ հազարավոր վիրավորներ, կորուստ եւ այլն, պարզ հարց, եթե այդ հողերը հայկական չէին ու դու չէիր կրում քաղաքական պատասխանատվություն փաստացի, ինչու սկսվեց պատերազմ, դու լինելով Հայաստանի Հանրապետության վարչապետը գործող, տվել ես հրահանգներ, մոբիլիզացրել ես բանակը, մարդկանց ուղարկել ես Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության սահմանը պաշտպանելու։ Եթե այդ հողերը հայկական չեն եղել, ոնց որ դու պնդում ես, ապա ինչ է ստացվում, որ դու ռազմական հանցագործ ես։ Փաստացի դու ես հայտարարում Իլուր աշխարհի։ Եթե դա եղել է այլ պետության սուվերեն տարածք, ինչի համար ես դու պատերազմ հրահարել այլ պետության սուվերեն տարածքի համար։ Եթե դա այդ հողերը հայկական չեն եղել, ինչ էիր անում դու 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո զենքը ձեռքի։ Ուրեմն դու ռազմական հանցագործ ես։ 2020 թվականին դու տվել ես ուղիղ հրահանգներ, քո կինը կազմել է ջոկատ ու գնացել է Արցախի սահմանները պաշտպանելու։ Ինչ է ստացվում, քո կինը ռազմական հանցագործ է այլ պետության հանդեպ հրահրված պատերազմում։ Քո տղան ինչ էր անում Արցախում, եթե Արցախը երբեք հայկական չի եղել։ Եթե Արցախը երբեք հայկական չի եղել, ինչի շուրջ էիր դու բանակցում։ Եթե Արցախը հայկական չի եղել, ապա ինչու ուղղակի չհայտարարեցիր, որ Արցախը երբևէ հայկական չի եղել ու Արցախը ճանաչեիր Ադրբեջանի մաս, ոնց որ դու ես պնդում հիմա։ Տասնյակ տարիներ, դեռ սկսած 90-ական թվականներից, դու որպես չկայացած լրագրող գիտակցաբար գեներացրել ես սուտ, կեղծիք, դու հայ ազգի մեջ, մեր հասարակության մեջ ներշնչել ես ատելություն միմյանց նկատմամբ, դու ինքդ գիտակցաբար տարիներ շարունակ գեներացրել ես ատելություն հայի, ամեն մի հայի նկատմամբ, իր բարեկամի, իր հարևանի նկատմամբ, դու գիտակցաբար տարանջատել ես Արցախահայությանը Հայաստանաբնակ հայերից, դու ինքդ միշտ ապրել ես 2 կամ 3 զուգահեռ իրականություններում, որտեղ մի իրականության մեջ դու երբևէ չես թաքցրել քո ատելությունը հայի ու Հայաստանի նկատմամբ, երբևէ չես թաքցրել, մեկ այլ իրականության մեջ, որտեղ որ դա քեզ պետք է եղել որպես քաղաքական դիվիդենդ, հանդես ես եկել քննադատությամբ այն ժամանակների գործող իշխանությունների նկատմամբ, ստի ու կեղծիքի հիման վրա կառուցել ես քաղաքական ապագա, բաժանել ես հայ հասարակությանը տարբեր խմբերի,
նրանց համոզել ու հրամցրել ես մի բան, որ գործող իշխանությունները թալանչի են, գործող իշխանությունները կաշառակեր են, դու նրանց համոզել ես, որ գործող իշխանությունները թալանել են հայ ժողովրդին, ամեն մի ընտանիքի, ու այդ ալիքի վրա ինչի՞ չէ նաև որոշ կարելի է ասել բնական զուտ էմոցիոնալ ֆոնի վրա հասարակության որոշակի մասի մոտ կար գործող իշխանության նկատմամբ ոչ հարգալից կամ չգիտեմ ոչ պատասխանատու վերաբերմունք, այդ ալիքի վրա դու վերցրեցիր իշխանությունը, ստանձնեցիր Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։